ասենք փակտի հրճի, որն 14.7 համարը։ Արդ մենք այս գանձը հողի ամանների մեջ ունենք, որպեսզի զորության առավելությունը Աստծուն լինի եւ ոչ թե մերը։ Այս գանձը վերաբերում է Աստծո կյանքին, կավը վերաբերում է մեզ։ Ճիշտ է, մարդը չի պատկերացնում, որ ինքը ընդամենը կում է, բայց Աստված մարդուն ստեղծեց կավից, չէ՞, հողից ստեղծեց։ Մարդու մեջ իրականում կյանք չկա, եւ ամբողջ հոգեոր կյանքի պատերազմը նա է, որ մարդու մեջ լինի աստվածային կյանքը։ Ուրեմն Աստծուն քո կյանքում մի բան է հետաքրքրում։ Մի բան։ Մնացածը մենք սարքում ենք պրոբլեմ, բայց դա Աստծուն չի հետաքրքրում։ Աստծուն մի բան է հետաքրքրում, որ իր կյանքը քո մեջ հայտնվի։ Մարդուն էդի չի հետաքրքրում։ Մարդուն հետաքրքրում է, որ իր կյանքը դիմացինի մեջ հայտնվի։ Զգացիք տարբերությունը։ Աստված ուզում է, որ իր կյանքը քո մեջ հայտնվի։ Դու ուզում ես, որ այդ կյանքը ուրիշի մեջ հայտնվի։ Դրա համար կոնֆլիկտ առաջանում։ Մեր եւ Աստծո միջեւ։ Մենք Աստծուն չենք հասկանում։ Ես համոզված եմ, Աստծուն քիչ ճանաչելու։ Միջև քո կյանքի վերջի շունչը դու երկրի վրա ունենալու ես լիքը պրոբլեմներ։ Լիքը պրոբլեմներ։ Էդի ազդանշանը, որ դու հենց Աստծուն չես հասկացել։ Ինքն է թողելու այդ սաղ պրոբլեմները, թողելու է ինքն սաղ։ Միջև քո վերջի շունչը։ Միջև որ դու ճիշտ բան խոստովանես։ Դու քո կյանքի ընթացքում անդադար խնդիրների մեջ ես։ Մարդիկ քեզ չեն հասկանում։ Ծնողները հատկապես գողարցի մեղադրում են։ Երեխեքդ մեծանում են, ասում են մի վեդրուկաթես տվել, հետ կտամ քեզ։ Չկա մեկը, որ քեզի հասկանա, չկա։ Անգամ քո եկեղեցում քեզ չեն հասկանում, քո հովիվը քեզ չի հասկանում։ Էդի ազդանշանն է, որ դու շեղվել ես։ Եվ Քրիստոսի կյանքը չի տեղավորվում քո մեջ։ Չի տեղավորվում, էդի կավի նշաններից մեկն է։ Շատ քչերն են հասնում տեղ, ի նկատի ունեմ ուշ են հասնում։ Իրանց ենթադրենք իրանք 20 տարեկանում ապաշխարել են, 80-ում գնում են, չէ՞։ Այդ 60 տարվա մեջ 40 տարին տանջվում են։ Այն վերջի 20 տարին հարցական է։ Իրանք կդզվեն, թե չեն դզվեն։ Հիմա եթե քեզի սա չի հետաքրքրում հոգևոր կյանքում, ուրեմն բացարձակ կարևոր չի քեզ ինչ է հետաքրքրում հոգևոր կյանքում։ Մեկը չի ստացվել։ Եվ շատերի մոտ չի ստացվում։ Որովհետև քո հոգևոր կյանքը սկսում է քո մեռնելուց։ Իսկ դու տենց հեշտ չես մեռնում։ Դու մեռնում ես Աստված գիտի երբ։ Ես լիքը քո եղբայրներ գիտեմ, որոնք պատրաստ չեն մեռնել։ Մենք ունենք կավ, մենք ունենք գանձ։ Ամբողջ հոգևոր կյանքի իմաստը է դա, որ այդ գանձը տեղավորվի ինչի մեջ, կավի մեջ։ Բայց որպեսզի այդ գանձը տեղավորվի կավի մեջ, այդ կավը պետքա դատարկ լինի։ Պետքա մեռած լինի ինքը։ Թե չէ իր մեջ լիքը բաներ կա։ Հիմա այդ գանձը տեղավորվում է այդ բաժակի մեջ, դու իրան դուրս ես բրդում, որտեղ քո մեջ տեղ չկա։ Քո մեջ ինչ հասցես կա, բայց տեղ չկա։ Աստծո համար քո մեջ տեղ չկա։ Աստված քեզ պետք է քո հարցերը լուծելու համար։ Էդի նշանակումը հենց ուրիշ տեքստով, որ քեզ Աստված պետք չի։ Քեզ պետք է իր զորությունը, քեզ պետք է իր միջամտությունը, քեզ պետք է որ ինքը դիմացինին վառի թափի, որ ինքը խելքի գա, քեզի ամեն ինչ պետք է, բայց կոնկրետ Աստծո կյանքը քեզ չի հետաքրքրում։ Եվ դու դրա համար ոչ թե ունես դժվարություններ, դու ունենալու ես դժվարություններ։ Ու ուրիշ տարբերակ չկա, ես օրինակ չեմ պատկերացնում, որ մարդը կարա ազատվի պրոբլեմներից, եթե չի մահացել։ Իսկ քանի որ քեզ ոչ թե Աստվածը պետք է Աստծո տվածն ապել, քեզի գանձը չի պետք։
քեզի պետք է կավը իր պարունակությունով գանձը ունենալը պրոբլեմա։ Քանի որ քեզի այդ գանձը պետք չի, դու տենց կավ մնալու ես։ Ես հին ուխտից մի հատ օրինակ կարդամ, նորից գամ նոր ուխտ։ Հին ուխտի օրինակը Երեմիա 13 գլուխն է, առաջի 11 խոսքերը։ Երեմիա 13 գլուխն է։ Տեր ինձ այսպես ասավ. գնա քեզի կտորից գոտի ծախվար, մեջքի կապե, գոտի մեջքի կապելու համար, զանիկա ջուրը մի մցրի, ասում է ջուրը մի մցրի, որ չփտի, զանիկա ջուրը մի մցրի, ուստի տիրոջ խոսքի անեմատ գոտին ծախվարա, մեջքս կապեցի, երկրորդ անգամ տիրոջ խոսքին եղավ ասելով, այդ ծախվարած գոտի, որ քո մեջքիդ վրա է, հար, գնա Եփրատը գետա, հոն վեմի մեջ պահե զանիկա, ինչ-որ միտեղ մցրատ համանա, պահի, ու ես գնացի զանիկա Եփրատ եզրքը պահեցի, ինչպես տրիցի պատվիրեց, և շատ օրերի հետ կտեն ինձ իսա, և իր Եփրատ գնա, անկե առ այն գոտին, որ քեզի հրամայեցի, որ հոն պահես, ես ալ Եփրատ գնացի, և օրելով գոտին այն պահած տեղից առա, և գոտին ինչ հրարել, պտել էր, և բնա ոչ մի բանի պետք չեր, հմի ինչ կապ ունի Երեմիան, ինչ կապ ունի գոտին, ինչ կապ ունի պտած գոտին, ես էլ իշտապեմ առաջ ասելով, պարզվում է, որ այդ պտած գոտին մենք ենք, որտեղ ես այս համարների կարդամ, կհամոզվեք, որ մենք ենք, հիմա կարդամ Իսրայելի մասին, տիրոջ խոսքը ինձի ըսավ եղավ ասելով 8 համարից, Տերը այսպես կսել, Հուդայի հպարտությունը, Երուսաղեմի մեծ հպարտությունը պիտի ավրեն, այս չար ժողովուրդը, որ իմ խոսքերս լսել չեն ուզեր, ու իրենց սրտի կամակորությունով քայլեն, սրտի կամակորությունն է, քայլեն, օտար աստվածների հետևեք երթան, իրանց ուզածի հետևից, անոնց ծառայություն ունի և անոնց երկրպագությունների համար, այդ անպիտան գոտի պես պիտի ըլլա, այդ գոտին բանի պետք չի։ Ինչի սերևոր պտածա, եթե ծերերից բռնես, մի քիչ ձգես, կփոքվի, չէ, կամ կապես գոտկատեղի, ուզենաս ձգես, որ քեզի լավ զգաս, չէ, ինքը փոքվի։ Հիմի պատկերացրա գոտին դու ես։ Քեզի բռնեն քո այս մի ծայրից, մեկ էլ այդ մի ծայրից ու քաշեն։ Ինչ կլինի քեզի։ Փոքվես։ Այդ որ ասում ես նեղվերս չգերի քեզ ու տրակա, այդ հենց էդի է։ Էդի քեզի միացես ձգեցին ու ինչ եղար։ Տվար։ Ու այդ գոտին ո՞րտե կարելի է օգտագործել։ Բնակ քեզ ո՞րտե կարելի է օգտագործել։ Քեզի միացես քաշում են միանգամից տրակում ամեն ինչ։ Ոչ կարողություն կա, ոչ լեցունություն կա, ոչ խոնարհություն կա, ոչ պտուղ կա, լավ, ինչ կա։ Դիմանում ես, չէ, նեղվերս չի երիքում, բաժակս լցվեց, ու սաղ մորը թափում ես ինչ-որ մեկի գլխին։ Այդ հատվածն եմ ուզում կարդամ, որ դու գնահատական տաս քեզ, բայց ինձ հետաքրքիր է դու ինչ ես մտածում։ Պտածես, թե պտած չես։ Մենք ունենք, չէ, խռովքան հավատացյալներ, թե չունենք։ Ունենք, թե չունենք։ Կարող եք հետները գործողնել, հաստացնոց հետ է գործողնել։ Ոնց պատի ասնոց հետ է։ Հիմա տեսեք ինչ համարներ ագրված 8 համարը, երկրորդ Կորինթացների 4-րդ գլխի 8 համարը, որտեղ ասում է գանձը հողի ամանների մեջ է, շեշտը հողի ամանի մեջ վրա չի, շեշտը գանձի վրա է։ Մեր շեշտը հողի ամանի վրա է։ Բայց մի հատ մուրճով ասես վիճակի է, չի դիմանում ինքը, շատ թույլ բան է։ Ամեն կողմանը վշտացած ենք, բայց նեղը ընկած չենք, այս ինչ կարա նշանակի։ Այս կարա նշանակի, որ քեզ անդադ նեղացնելու են։ Այդպես հասկացողություն չկա, տղես չնեղացնի, մարդս չնեղացնի, կիսուրս չնեղացնի, հոյվս չնեղացնի, այս բան չկա, լավ է նեղացնելն են։ Եվ նույնը հակառակ, քեզ թվում է դու ոչ մեկին չես նեղացնում։ Հələ կա մեկը մի հատ ձեռ բարձրացեք, որ դու ոչ մեկին չես նեղացնում։ Հələ ձեռ բարձրացեք։ Չկա, չէ՞, այս քրկը։ Նայեք, կարևոր չի ով է քեզ նեղացնում։ Դու տես շեշտը մի դիր կավի վրա, կավին պետք է ջարդել։ Հիմա Տերը թույլ է տալի, որ քեզ ամեն կողմանը ինչ անեն,
վշտացնեն, բայց ասում եմ մենք ներսից նեղ ենք աշխի։ Դրսից քեզի սխնում են, բայց դու ներսից նեղ չես, էլի, դու քո սիրտը լեն է, 19:32 սաղմոց։ Իմ սիրտը լայնացրու, որ սաղ տեղավորվեն։ Մեր ներսը ահավոր տատանվում է։ Մի փոքր կպան մեր կեղտոտ արդարությանը, չէ՞։ Մենք կուտենք այդ բառը։ Կներեք բառից համար, բայց մենք կուտենք այդ բառը։ Մենք այնպես բաներ ենք պահանջում։ Մեր արդարությունն ենք պահանջում, մեր իրավունքները Հեչ նման չկա, հեչ նման չի հավատացյալի, որ մեռածան։ Ասում է կարոտյալ ենք, բայց հուսահատված չենք։ Ինչ նշանակում կարոտյալ ենք։ Որ կարող քո կյանքում բաներ լինի, որ չլինի, հա՞։ Ամեն ինչ չի որ քո կյանքում պիտի լինի։ Կարող ներներ լինես, կարող սուղաց լինես, կարող դոմիկում լավես, կարող դու տեղափոխվես պարա, կարող դու քեզ քշեն անտառ, ես չգիտեմ։ Քո ուշն ու միտքը այդ կարոտը չի։ Քո միտքը Սաղմոս 23-ն է, Տերն իմը ովիվս է, ես բանիմը կարոտություն չունեմ, այստեղ ասում է կարող է դու կարոտյալ լինես, բայց ներսում ինչ ունես, հույսը Աստծո վրա է։ Բայց դու չէ, մի քիչ հանգած մի հատ նեղություն ա լինում, չէ, դու սաղը խառնես իրար։ Հետո ասում է հալածված ենք, բայց երեսից ձգված չենք։ Ով չի ալարում մեզ հալածում է, դա հաստատ բան եմ ասում։ Հաստատ բան եմ ասում։ Ով չի ալարում մեզի հալածում է։ Կապ չունի դու ինչ ես անում։ Մենք հալածողները կան։ Դու անում ես, հալածում են, չես անում, հալածում են, կապ չունի։ Դու այդտեղ եղել ես, հալածում են, դու այդտեղ չես եղել, մեկը քեզի հալածելն է։ Կապ չունի էդի։ Քեզ կարող օքից մեղադրեն, կարող քո գլխին սարքեն, կարող քեզի փորձեն, հազար բան կարան անեն քո հետ։ Սուրգիրքը չի բացառում, կավի գլխին ամեն ինչ կարան անեն, բայց ներսը գանձ կա, հասկանում ես։ Գանձի վեճը չի։ Մեր շեշտը կավը չի, քո շեշտը կավն է։ Քո ամբողջ ուշնումիտքը դու ես, բայց մեռած հավատացյալի ամբողջ ուշնումիտքը Աստված է։ Դա համար ասում եմ, կարող է քեզ հալածում են, բայց քեզ Աստծո երեսից չեն կարող գցել։ Ինչ ես խառնվել։ Ինչ ես խառնվել։ Պատասխանները լավ խոսք ունեն։ Ասում եմ, որ մեկը քո մասին բան է ասում, շատ մի ներվի, ինքը շատ բան չգիտի քո մասին։ Եթե դու իրականում ավելի վատն ես, քան քո հետևից խոսում են։ Ես համոզված եմ, որ տենց է։ Եթե մեկը ձեզի բան ասել, ու դու տենց տրտել ես, իրականում դու ավելի վատն ես, քան ինքը ասել է։ Դու պիտի շնորհակալ ունես, որ Տերը չի ասում քեզ։ Որտեղ Տերը որ քեզ ասի, քեզանից բան չի մնա, բայց Տերը համբերում է, չէ։ Հիմա քեզ կարող է հալածել, բայց քեզ չեն կարող Աստծո աշկից գցեն։ Դու կարող ասի հետևից բան ասես։ Եղբայրների աշկից ինձի գցես։ Բայց ինձ այդքան էդի չի խանգարում, ինձի խանգարում է, որ դու ինձի Աստծո աշկից չկարողաս գցես։ Իսկ դու չես կարող ինձ Աստծո աշկից գցես, որտեղ Աստված քո նման չի մտածում։ Մոտենում ենք ավարտին, վար ձգված ենք, բայց գործված չենք։ Մի մտածի ոչ մեկի մասին, դու այնքան խնդիրներ ունես Աստծո առաջ, որ այդ նեղությունները, որոնցով մենք աշխատում ենք, քիչ ամեզի, կարող են ընդհանրեն ասել անուշ լինի։ Ինչու՞, որովհետև եթե մեր կյանքում կա նեղություններ, դա ազդանշան է, որ Աստված ուզում է տեղավորվի մեր մեջ, բայց չի կարող։ Այդ չկարողանալու հետևանքով մեր կյանքում առաջանում է լիքը նեղություններ, մենք չենք տեղավորվում Աստվածածի մեջ։ Եվ տեսեք վերջաբանում ինչ գեղեցիկ համար է գրավում։ Ամեն ժամանակ Հիսուսի մահը մեր մարմինների մեջ կգրենք, որպեսզի Հիսուսի կյանքն մեր մարմինների մեջ հայտնվի։ Հետաքրքիր համար է, չէ՞։ Մենք քո մասին չի խոսում, Հիսուսի մասին է խոսում։ Ճիշտ է, դու քո երկն ես միշտ լացում, բայց դու պետք է մտածես Հիսուսի մասին, էլի որպես դու կարևոր չես, դու իրականում կարևոր չես։ Դու դաժե կարող ոչ մեկին պետք չես, բայց դու իրան պետք ես։ Ամբողջ հավատքի իմաստը էս է, որ դու իրան պետք ես։ Ինչի համար, որ ինքը տեղավորվի քո մեջ, որ իրեն հավիտյան ապրես։ Այդ չէ դրվից լացում ես աշխարհի հոգսերի համար, այդ հոգսերի չլուծելու համար էլ մեղադրում ես բոլոր քո հարազատությանը, չէ՞։ Մեր ներսը առանց Քրիստոսի փդած է։ Մեր ներսը ոչ մեկին պետք չի։ Ես անկես ասեմ, դու իրականում ոչ մեկին պետք ես։ Հետո որ ասում եմ դու ինձ պետք ես բան, դու պետք ես որ դեմը ճաշտում ես։ Բայց դու Քրիստոսին ես պետք։ Եթե դու դրան չես եկի հասել, ուրեմն դու տեղ չես հասել։ Ով որ քեզ 20 տարի ասել դու ինձ պետք ես, մենք եւ մի օր ունեցա խշտում դուրը զարգումա երեսի։ Դու շվարում ես, ասում ես, այսինքն ո՞նց։ Բայց գիտեի դու ինձ սիրում ես, դες բան չկա։ Նույնը քեզ ավերավել։
Ամեն ինչի որ դու սիրում ես, որտեղ ու որ դու սիրում ես հանգարց մի հատ թազվան արես, չէ՞, եթե ինչքան որ սիրել ես, շատ մի սիրի ինչ կա, այդ Քրիստոսից դուրս կյանքն է, մենք դրանից հոգնել ենք։ Մենք մարդկանցից հոգնել ենք, ես ինձանից հոգնել եմ, իմ կյանքը անհետաքրքիր է առանց Հիսուսի։ Ինձ չի հետաքրքրում իմ գլխին ինչեր են արել, ես բացարձակ չեմ մտածում դրա մասին, լավ են արել, քիչ են արել, հələ չգիտեմ ինչեր անելու է, բայց ես չեմ մտածում դրա մասին։ Ինձ պետք է այդ կապը կոդրվի, ինչքան շուտ կոդրվի, այնքան լավ։ Ինձի գանձն է պետք, որ գանձը չկա, մի հատ հարվածագալի կավերով վախում ես արդեն։ Որտեղ քեզի գանձն ապել գանձը չկա։ Ինչ է մնացել, կավն է մնացել, դե գոնե կավը պահենք էլի չէ։ Բայց մենք Քրիստոսից հեռու ենք կապը։ Աստծո կյանքը քո մեջ չկա։ Եվ քո սերունդը քո ընտանիքը չի տենում, որ քո մեջ այդ կյանքը կա։ Շարունակության մեջ վասնզի մենք որ կենթանի ենք, Հիսուսի համար միշտ մահվան կմատնվենք, այս է բանալի բառը, մահվան կմատնվենք, ոչ թե մահվան կմատնենք, չէ՞, մահվան կմատնվենք, որպեսզի Հիսուսով կյանքն էլ մեր մահկանացու մարմնի մեջ հայտնվի, բայց ասես բան։ Ասես բան, որպեսզի Քրիստոսի կյանքը քո մեջ հայտնվի, դու պիտի մեռնես։ Եթե դու չմեռնար, դու փտած գոտի ես։ Եթե դու փտած գոտի ես, դու ոչ մեկի մեջ ես։ Քեզ երկու ծերից կձգեն, կփրկվես, կփրկվես։ Ու կդառնաս հավիտյան ինվալիդ հավատացյալ։ Աստված այնքան նեղություններ է թույլ տալի, որ մենք սթափվենք, մենք ինչ ենք ստանում։ Մենք շատ ենք նման ողտի կնոջը, մեր ուշքի միտքը վազելն է, բայց մեր ներսը քաշում է ուր։ Հետ այդ քաշում, որ մենք ֆրանկ նայենք։ Մենք ֆրանկ ենք նայում ենք եւ պրոբլեմա կա։ Եվ 12 համարը շատ հետաքրքիր համար է, ուստի մահը մեր մեջ կներգործենք, կյանքը ձեր մեջ ինչ նշանակում։ Մահը մեր մեջ, կյանքը ձեր մեջ։ Դու մեռի, որ քո ընտանիքը կյանք ստանա։ Պատկերացրիր դրա մասին է։ Մահը իմ մեջ, կյանքը քո մեջ։ Հիմա դու չես մեռնում, այդ կյանքը չի երևում։ Ամեն ինչ երևում է, բայց մարդիկ քո կարիքը չունեն, էլի։ Ու ոչ մի քո կարիքը չունի։ Քրիստոսի կարիքը ունեն։ Եկարած ցույց տուր Քրիստոսի, դա քո մեջ է գանձը։ Ես գիտեմ դու քո մասին կարծիք ունես, բայց դու հեչ կարևոր չես։ Իմ համար քո մեջ կարևորը գանձն է։ Քո մեջ Իրանից բանա ներկայացնում գանձը, դա քո հետ կապ չունի։ Կամ քո մեջ տենում են գանձը, կամ դու ոչի բանի պետք չես։ Ընդհանրապես փդած գոտի։ Դրա համար որ քեզի կցեխոտեն, կներասնեն, մեկը դու արժանի ես դրան։ Գանձին չեն կարող բան ասել։ Եղբայրներ քույրերս ասում ասենց, որ մեր կյանքի նեղությունները ասում են դրա մասին, որ ոչ թե Աստված մեզ չի սիրում, այլ Աստված մեզ սիրում է։ Ով որ կյանքում շատ նեղություն ունի, եթե վկայում է նրա մասին, որ Աստված իրան այնքան է սիրում, որ ուզում է հանդիպել իրան։ Աստծո համար դու ավելի կարևոր ես, քան քո պրոբլեմները։ Դրա համար դու ֆիքսվում ես քո պրոբլեմների վրա, Աստված ֆիքսվել է քո վրա։ Եթե դու Աստծուն ներս չես ուզում թողած, դու դեռ շատ դժվարություններ ես ունենալու։